Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին առաքյալների դեմ եւ ելան ձեռք դրեցին առաքյալների վրա ու նրանց հրապարակավ բանտ դրին։ Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով ասաց. «Գնացեք, կանգնեցեք տաճարի մեջ եւ ասացեք ժողովրդին այս կենարար պատգամը»։ Եվ երբ այս լսեցին, առավոտյան մտան տաճարը եւ ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը եւ նրանք, որ նրա հետ էին, իմի հավաքեցին ատյանը եւ իսրայելացիների ամբողջ ծերակույտը եւ մարդ ուղարկեցին բանտ առաքյալներին բերելու։ Երբ սպասավորները գնացին, նրանց բանտում չգտան, վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտը ամենայն զգուշությամբ փակված գտանք, իսկ պահապաններին դռանը կանգնած, բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։ Երբ տաճարի իշխանավորներն ու քահանայապետները այս խոսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրա, թե արդյոք այդ ինչ պետք է եղած լինի։ Եվ մեկը եկավ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած ժողովրդին ուսուցանում են»։ Այն ժամանակ իշխանավորը սպասավորների հետ գնալով նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։